Ողջույն իմ հայ ազգի։ Ժողովուրդ ջան, այսօր ես ձեր համար պատրաստել եմ խոզի մսով շատ հետաքրքիր ռուլետ եմ պատրաստելու։ Երկրորդը սմբուկով տավարի աղացած մսով շատ հետաքրքիր ճաշատեսակ։ Ժողովուրդ ջան, մեզի ինչ է հարկավոր։ Մենք հիմա պետքա մեր տավարի միսը վերցնենք, կտրատենք, որ անպայման պետք է իրան մենք աղանք։ Գնացինք։ Հիմա ժողովուրդ ջան, միսը շատ է, բայց փորձեմ ձեզի ցույց տալ ինչ ենք անելու։ Այսքան միսը ինձ թվում է բավական է մեզի։ Իրեն պետք է որ փոքր կտրատենք, որ կարողանանք աղալ։ Շատ հետաքրքիր ճաշատեսակ է, ժողովուրդ ջան, ձեզի սպասում։ Ինքը համ սիրուն է, համ էլ շատ համեղ է ստացվում։ Ժողովուրդ ջան, կարաք պատրաստեք, մեկնաբանության մեջ գրեք, մոտներդ ստացվել է, թե չէ։ Ինձ թվում է կստացվի, ժողովուրդ ջան։ Ու պետքա տավարի միսը անպայման մի քիչ յուղոտ լինի։ Որ ձեր մոտ սոշնի ստացվի։ Մենք տավարի մսից բացի մի քիչ խոզի միս ենք ավելացնելու։ Ժողովուրդ ջան, տավարի միսը մեր արդեն պատրաստ է։ Հիմա նույն ձևի խոզի միս մի քիչ կտրատեմ։ Ժողովուրդ ջան, կմիանանք ձեզի միսը աղալու ժամանակ։ Ժողովուրդ ջան, մեր միսը արդեն ես կտրատեցի, մեզի հարկավոր է 1 գլուխ սոխ է հարկավոր, մի հատ բիբար է հարկավոր եւ 1 պճեղ սխտոր։ Հիմա մեզ պետք է որ մենք մեր միսը աղանք։ Գնացինք։ Մեր միսը աղալուց հետո մեզի հարկավոր է, որ մենք իրան համեմենք, գնացինք։ Ինչ է մեզ հարկավոր, ամենաառաջինը կարմիր պղպեղ ենք ավելացնում, սև պղպեղ, մեր դեպքում մի քիչ մռու է, մենք քիչ ենք դավավի տանում, և իտալյանսկի սպեցի։ Շատ պրիատնի վկուս է ֆարշին տալի։ Հաջորդը մեզի հարկավոր է աղ, մեզի հարկավոր է էլի սպեցիներ, մայիսյանց կաղան, ավելացնում ենք մեր սպեցիները և ավելացնում ենք տոմատ, 2 կթալ, այսենց, բավական է, ու մեզի հարկավոր է համեմ և սամիտ։ Մեզ կտրատեմ,
Եվ ավելացնում ենք կանաչի։ Հարկավորա ձեռքով այս ձևի հավեսի խառնենք։ Տնական ձևի, որ մեր մոտ հավեսին ֆարշ ստացվի։ Լստենք ժողովուրդ ջան, հավեսին ֆարշ է ստացվել։ Մեր ֆարշը արդեն պատրաստ է, մենք թողենք յանք հանգստանա, կանցնենք մեր սմբուկների պատրաստելու։ Ինչա մեզ հարկավոր։ Վերցնում ենք սմբուկը, այս վերևի մասը մեզի պետք է, որ մենք յանք կտրատենք։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը կմոտիկացնի, ես ձեզի ցույց կտամ, ինչ ենք անելու։ Մեզի պետք է, որ մենք երկու մասի մեջտեղից բաժանենք։ Այս ձևի պետք է ստանանք, եթե պատրաստ եք։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Վերցնում ենք մեր սուշի փայտիկները։ Այս ձևի, ժողովուրդ ջան։ Իան պետք է, որ մենք մանր, շատ բարակել չէ, ժողովուրդ ջան։ Հիմա ես կտրատեմ, ձեզի ցույց կտամ։ Ինչ ձև եք պատրաստելուց ինչ ձև է բես պետք կտրատել։ Մեր օպերատորը երևի մոտիկից ցույց կտա, որ մեր հանդիսատեսներին տեսանելի լինի։ Հիմա ես ամբողջական կկտրատեմ, ես ձեզի ցույց կտամ։ Ինչ ձև է պետք ստանաք։ Վերջացրեցինք, հիմա ես ձեզի ցույց կտամ։ Ժողովուրդ ջան, այս ձևի է պետք, որ դուք իրան ստանաք։ Հիմա ես ձեզի հաջորդ քայլը ցույց կտամ։ Ես այս մնացածը նորից էլի կտրատեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Մեր սմբուկները վերջացրեցի կտրատելը։ Հիմա հարկավոր է, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Աղով ցանենք, որի հետ կարողանանք աշխատենք։ Այս ձևի, ժողովուրդ ջան։ Հաջորդ քայլի ես ձեզի ցույց կտամ ինչ եմ անելու։ Գնացինք։ Անցավ 15 րոպե, հիմա ես ձեզի ցույց կտամ, թե սմբուկները 15 րոպե հետո աղը ինչ ձևի է փափկացրել։ Լստենայք, ժողովուրդ ջան։ Ինքը արդեն իր հետ հավեսին կարելի է աշխատել։ Ինքը ինչ ձևի ուզես, ծալվում է։ Ինչա մեզի հարկավոր։ Մենք իրան բաժանում ենք երկու մասի, որ կարողանանք աշխատենք։ Այս ձևի երկու մասի ենք բաժանում։ Վերցնում ենք մեր ֆարշը։ Հիմա ես ձեզի ժողովուրդ ջան ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Մեր հաջորդ քայլը միս այս ձևի վերցնում ենք։ Ինձ թվում է ձեզի տեսանելի է, թե ինչ ձևի տեսք ենք ստանալու։ Հաջորդը ինքը շատ համեղ բան է ստացվում։ Հիմա ես բոլորը հավաքեմ եւ ձեզի միանամ։ Մեր սմբուկները արդեն պատրաստ են, հիմա ես ձեզի ցույց կտամ, ինչ ձևի տեսք եք ստացել։ Մեր հաջորդ քայլը հիմա մեզի պետք է, որ մենք սիրուն ձևի տեղադրենք մեր պրոֆինի մեջ։ Ինչա մեզ հարկավոր։ Ամեն առաջինը վերցնում ենք պոմիդոր։ Ու այս ձևի կտրտում ենք յան։
Մեզի պետք է, որ այս ձևի պամիդորը սիրուն տեղադրենք պրոթվինի մեջ։ Հիմա մեր հաջորդ քայլը Հիմա մեզի պետք է, որ այս ձևի սիրուն ակուրատնի սիրուն տեղադրենք մեր պրոթվինի մեջ։ Հիմա ես սիրուն տեղադրեմ և ձեզ միանամ, գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա ես ձեզի ցույց կտամ մեր վերջնական տեսքը, մեր սմբուկների։ Հիմա մեր օպերատորը կմոտիկացնի, դուք կտենաք իր ձևի գեղեցիկ տեսք ենք ստացել։ Հաջորդ մեր քայլը, մեզի պետք է, որ մենք սոուս պատրաստենք մեր սմբուկների համար։ Ինչա անհրաժեշտ։ 2 քթալ տոմատ ենք վերցնում։ Եվ ավելացնում ենք ջուր։ Բավական է։ Եվ ավելացնում ենք 1 չայի քթալ աղ։ Եվ խառնում ենք։ Վերցնենք խառնիչը և հավեսին խառնենք։ Պատրաստ է մեր սոուսը։ Մեզի հարկավոր է, ժողովուրդ ջան, այս ձևի վեկալում ենք այդ մեր տոմատաջուրը։ Այսենց հավեսին։ Հիմա մեր օպերատորը մոտիկից կնկարի, որ դուք տեսնեք ինչա պետք անել։ Ինքը այսենց հավեսին տոմատաջուրը բոլոր կողմերը, որ սիրուն տարածվի։ Հաջորդ մեր քայլը։ Մեզ հարկավոր է կարագը վերցնում ենք։ Այս ձևի արանքները։ Բավական է։ Ժողովուրդ ջան, ուրեմն ջեռոցը մենք նախապես տաքացրել ենք 170 աստիճան։ Կմիանանք ձեզի եւ ֆելուց հետո գնացինք։ Ժողովուրդ ջան, լնայք ինչ գեղեցիկ ճաշատեսակ է մեր մոտ ստացվել, մեր սմբուկները արդեն իրանք պատրաստ են։ Հիմա մենք անցնում ենք պատրաստել մեր ռուլետը։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել մեր ռուլետները։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Ամենառաջինը մեզի հարկավոր է, որ մենք միսը բարակ կտրատենք։ Հիմա ես ձեզի ցույց կտամ, ինչ ձև ենք մենք կտրատելու մեր միսը։ Ժողովուրդ ջան, այս ձևի վերցնում եք բարակ։
Այս ձևի բարակ կտորներ պետք որ մենք ստանանք։ Հիմա ես կտրատեմ ու ձեզ միանամ, գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսը արդեն պատրաստ է, մենք կտրատել ենք արդեն։ Ես ձեզ արդեն ցույց եմ տվել, ինչ ձև ենք կտրատել։ Հիմա մեզ ինչ է հարկավոր, վերցնում ենք մեր պիշևոյ պլյոնկյան։ Սեղանի վրա այս ձևի ամրացնում ենք։ Ամրացնելուց հետո հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու։ Այս ձևի ժողովուրդ ջան, իրան սիրուն այս ձևի հավաքում ենք։ Հիմա ես ձեզի ցույց կտամ հաջորդ մեր քայլը ինչ ենք անելու։ Այսինքն հավաքելուց հետո վերցնում եք սալը այս ձևի։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, ձեզի պարզ է, ինչ ձևի պետք է հավաքենք։ Հիմա ես բոլորը սիրուն հավաքեմ եւ ձեզ միանամ, գնացինք։ Մեր միսը հավաքելուց հետո հիմա մեզ պետք է որ մենք անենք մեր ռուլետը։ Ինչա մեզ հարկավոր։ Ամենառաջինը աղ։ Հավեսին աղ ենք ցանում։ Բավական է։ Հաջորդը կարմիր պղպեղ։ Իտալիանսկի սպեցի։ Հարկավոր է սև պղպեղ։ Ավելացնում ենք մեր գույնավոր պղպեղները։ Բավական է։ Հաջորդ մեր քայլը, մեզ անհրաժեշտ է ձեթ։ Բավական է։ Ժողովուրդ ջան, այս ձևի տնավարի, ոնց որ միշտ ես պատրաստում եմ, այսինքն հավեսին։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ձեռքերս լվանամ ու ես ձեզ միանամ, գնացինք։ Սկսում ենք պատրաստել մեր ռուլետը, ինչա մեզ անհրաժեշտ։ Մենք գազար ենք վերցնում, այս ձևի։ Ժողովուրդ ջան, կտրատում ենք, յան։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու։ Այսինքն վերցնում ենք գազարը։ Այս ձևի սես տեղադրում ենք մեր ռուլետի մեջը։ Հիմա ես բոլորը սիրուն ձևի տեղադրեմ եւ ձեզ միանամ, գնացինք։ Ժողովուրդ ջան, մենք արդեն գազարները տեղադրեցինք, հաջորդ մեր քայլը սխտորն ենք այս ձևի ավելացնում, որ ինքը պրիատնի վկուստ է մեր ռուլետին։ Հաջորդը մեզ հարկավոր է բիբար։
Այս ձևի ժողովուրդ ջան։ Այսպես մի տեղ եմ ես տեղադրում, որ ինքը մռու է, որ պրիատնի լինի, կարնան ուտեն։ Ուրեմն ժողովուրդ ջան, սկսում ենք փաթաթել մեր ռուլետը, ձգելով այս ձևի, այս ձև։ Ժողովուրդ ջան, մենք արդեն վերջնական տեսքը մեր ռուլետի արդեն ստացել ենք, կմիանանք ձեզի հաջորդ քայլին, գնացինք։ Մեր ռուլետը արդեն մենք տեղադրեցինք ամանի մեջ, հիմա մեզ պետք է, որ մենք իրան համեմենք։ Առաջինը աղ ենք ավելացնում։ Հաջորդը կարմիր պղպեղ։ Իտալյանսկի սպեցի։ Եվ սև պղպեղ։ Բավական է։ Այս ձեռքերով հավեսին։ Ոնց որ ես սիրում եմ տնավարի։ Ու մեզ հարկավոր է ֆոլգով իրան ծածկել։ Այս ձևի ժողովուրդը։ Վերջնական տեսքը ստացանք, կմիանանք ձեզի եփելուց հետո, գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր ճաշատեսակները արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք ձեզի մոտիկից մեր սմբուկները ցույց կտա ինչ ձև են գեղեցիկ պատրաստվել եւ մեր ռուլետը։ Ժողովուրդ ջան, հիմա ես կփորձարկեմ մեր սմբուկները, թե ինչ ձևի է ինքը եփվել։ Շատ համեղ ապետիտնի տեսք ունեն։ Այս այդ սիրուն, վերցնում ենք սոուսը, վերցնում ենք մեր սմբուկները, ավելացնում ենք կանաչի, ու սկսում ենք փորձարկել։ Ժողովուրդ ջան, չեք պատկերացնում ինչ ձևի համ ունի։ Շատ համեղ է ստացվել։ Վայ չուտողին։ Շատ համեղ է։ Հիմա ժողովուրդ ջան, ես ձեր համար կփորձարկենք մեր ռուլետը, թե ինչ ձև հավեսին եփել է։ Ես թվում է բավական է։ Հիմա կփորձենք, ժողովուրդ ջան, կանաչի կարելի է ավելացնել։ Շատ համեղ է ստացվել, կարակ փորձեք, ժողովուրդ ջան։ Ձեր մոտ էլ նույն ձևի կստացվի։
Ժողովուրդ ջան, մի կտոր էլ հացից այսպես փորձում ենք։ Այս պոմիդորը տնավարի է, այսպես տնական ձևի։ Վայ չուտողին։ Այս են սիրուն ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ամեն իմ վիդեոների վերջում նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած պահն է, որ այս են սիրուն ընտանիքով չարչարվում ենք, հավաքվում ենք ու վայելում ենք։ Դե գնացինք։ Ժողովուրդ ջան, սմբուկները ինքան համեղ էին, ես դաշը մոռացել էի ձեզի ցույց տալ մեր ռուլետի կտրվածքը, իր ձևի տեսք ունեն։ Հիմա ժողովուրդ ջան, ես ձեզի ցույց կտամ, լստե նայեք։ Ինչ սիրուն տեսք ունի։ Որ ասում եմ վայ չուտողին։ Դե իսկականից գնացինք։